Բարև ձեզ հեղինեք, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք ձեր խոսքը եւ այսպես առիթ ունեցել եք անդրադառնալու այս նախարարի $200,000 նստունն ինչ ա, որ ես չունենամ արտահայտությունը, դե 6-7 միլիոն է պարգևավճարը, դες մոտավոր ինքը չէ հիշում, բայց արդյունքում այ 7 միլիոնի պարգևավճար, այսօր էլ ասում ա սխալմամբ թիվը ասեց, դա դարձավ շարժման թեմա, ոչ, բոլորն է գիտեն, թե դուք ինչ միլիոնների պարգևավճարներ եք ստացել ու ինչ սովի եք մատնել մեր թոշակառուներին եւ ոչ միայն։ Այսօր գիտեք ինչ է ասում, Արսունիսն է վերջինիս, ինքը ասում է, որ բանը, եկեք մենք նախարարներս 1 դրամով աշխատենք, մեր աշխատավարձերը տանք թոշակառուներին։ Սա հեգնանք է, ինչ է, սա ինչի դրսևորում է ձեզ։ Եվ այո, մենք այս ընթացքում թոշակառուների հարցումներ ենք տեղադրում մեր էջում, որտեղ բարեգույն իմաստով այս մարդիկ խոսում են այն ծանր վիճակի մասին, ինչ պայմաններում իրենց գցել է այս իշխանությունը եւ որի պայմաններում իրենք ստիպված են ապրել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ուզում եմ ֆիքսենք, որ այդ խնդիրը համակարգային է։ Եթե այդ խնդիրը լիներ մի նախարարի խոսույթի մեջ ձևավորված արտահայտություն կամ միտք, եւ եթե այդ խնդիրը լիներ մի նախարարի, կարող ենք ասել, որ դա լավ մի հոգու կարծիք է, ինքը տենց է մտածում եւ դա անընդունելի է։ Բայց սա համակարգային խնդիր է, այսինքն իշխանությունը ըստ էության ընտրության մեջ ընտրում է իր թիմակիցներին, եթե ընտրությունը ժողովրդի եւ իր թիմակիցների մեջ է։ Եվ խնդիրը կայանում է նրանում, որ թոշակառուներից բացի կան տարբեր շերտեր, որոնք այսօր խնդիրներ ունեն եւ այդ խնդիրներով պետությունը չի զբաղվում, բայց չկա որևէ պատճառ, որ պետությունը այդ խնդիրներով չզբաղվի։ Այսինքն կա գումար, կան վարկեր, կա արտաքին պարտքի ավելացում եւ չկա այս խնդրի լուծումը, բայց կան աշխատավարձերի բարձրացումներ, պարգևավճարներ, միլիոնավոր դրամներ, կա չարաշահումների մեծ սխեմա, որով գնում են եւ քաղաքապետարանը եւ նախարարությունները եւ կառավարությունը ըստ էության ամբողջ թափով։ Տեսեք, $65 միլիոն դուք պատկերացնում եք ինչքան մեծ գումար է, որը շոշափելի խնդիրներ կլուծի թոշակառուների համար, ուսանողների համար, երիտասարդ նորապսակ ընտանիքների համար, ովքեր տուն գնելու հնարավորություն չունեն եւ իրանց համար այդ ուսանողների ու երիտասարդների համար այնպես չի ինչպես նիկոլական նախարարների համար, որ $200,000 ինչ է որ տուն չունենանք, հա, այդ երիտասարդները մի քանի տեղ են աշխատում, որպեսզի կարողանան հասցնեն ուսման վարձ տան, աշխատեն, ապրեն, սնվեն, էլեմենտար խնդիրներ կարողանան իրենց համար լուծեն եւ բախվում են բանկային այդ բանի հետ, հա, պատի հետ, որը հետեւյալի մասին է խոսում։ Եթե դու գրանցված աշխատող չես եւ չես ստանում բարձր աշխատավարձ, բանկը քեզ վարկ չի տալի, եթե անգամ գրանցված աշխատող ես եւ բանկից վերցնում ես գումար, դա շատ բարձր տոկոսով է լինում, որ այսինքն այդ X գումար վերցնում ես 5X է կանգնում 15 տարվա ընթացքում, որ երիտասարդ ընտանիքը վերցնի եւ այդ գումարները մուծելով տունը կարողանա տուն ունենա, հա։ Բացի սրանից կա լուրջ տոկոս, շատ լուրջ է այն տոկոսը կազմում եւ մտահոգիչ է այս տոկոսի թիվը, որ երիտասարդները, ուսանողները չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ, այսինքն իրանք գնում են, իրենց ծնողները գումար են վճարում ուսման վարձերը, որ կարողանան իրենց երեխաները բարձրագույն կրթություն ստանալ, եւ այդ բարձրագույն կրթությունը ըստ էության չի օգտագործվում, չի դառնում այդ մարդը այն մասնագիտությամբ մասնագետ, որը սովորել է 4-5 տարի համալսարանում։ Այսօր երիտասարդները հիմնականում աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ եւ սա լուրջ լրջագույն խնդրեմ է, որովհետեւ երիտասարդները աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, վաստակում են ոչ բավարար գումար, որպեսզի իրենց առօրյան կազմակերպեն, որպեսզի ամուսնանան, որպեսզի ընտանիք պահեն, որ տարին մի անգամ գոնե կարողանան գնան հանգստանալու։ Այսօր թոշակառուների ու երիտասարդների համար շատ տարբեր շերտերի համար հանգստի գնալը դա անհասանելի երազանք է։ Իսկ մենք գիտենք, հանրապետության նախագահը ամենաթանկ վճարվող տուրիստը, մենք գիտենք կառավարության տարբեր
պաշտոնյաների, ովքեր իրենց աշխատանքը վերածել են տուրիստական գործակալության, ինչպես արտաքին գործերի նախարարությունը, որևէ պիտանի գործով պետության համար չեն զբաղվում, բայց իրանք իրենց համար շրջագայությամբ են զբաղվում եւ գնում են նոր երկրների հետ են ծանոթանում, բայց այն թոշակառուն, ով հարկա վճարում եւ այն հարկատուն, որ առհասարակ ձևավորում է կառավարության բյուջեն, այդ հարկատուի առօրյան լցված է մտահոգություններով, թե այսօր ոնց կարողանա հաց վաստակել, որ իր ընտանիքը սոված չմնա եւ վաղը ոնց է կարողանալու նույն ձև տնից դուրս գա, ինչ որ մի բան կարողանա հայթայթի, աշխատի եւ բերի տուն։ Բայց այստեղ նայեք, Հայաստանում երկու տարբեր իրականություն կա։ Մի իրականության մեջ մարդիկ չգիտեն փողը ուր ծախսեն, որովհետեւ 7 միլիոն դրամ նախարարն է ստանում, 3 միլիոն դրամ պատգամավորն է ստանում, $1 միլիոն ստանում է նախարարը անտոկոս վարկ եւ սենց տասնյակ օրինակներ, քաղաքապետը $490,000 նոր ուրեմն տունա ձեռք բերում, 200 քանի հազար դոլարանոց ամառանոցա ձեռք բերում Սևանում, ու կա մեդալի հակառակ կողմը, հա, Նիկոլ Փաշինյանը մի գիրք ուներ, երկրի հակառակ կողմը, այս հակառակ կողմի մասին է խոսքը երևի եղել, որովհետև իրանց էությամբ, իրանց ընկալմամբ կա երկրի հակառակ կողմը եւ այդ երկրի հակառակ կողմում այսօր հայտնվել են այն թոշակառուները, այն տատի պապիները, ովքեր գումարը պետքա ստանան պետությունից, բայց չեն ստանում, նվազագույն զամբյուղը չեն կարող առնել, դրանք համադրել իրանց դեղերի դեղորայքը գնելու խնդիրները լուծելու հետ, եւ ունենք մի կողմը երկրի, որը ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, որի համար փողը փող չի, որը կարող է $10,000-20,000 գումար տալ բիզնես կլասի տոմս գնել եւ այդ բիզնես կլասի տոմսով պետության հաշվին շրջագայել, մարդիկ ովքեր ասեղ չեն ունեցել, այսօր ունեն միլիոններ եւ ասում են միլիոններ ինչա որ մենք չունենանք, կամ թոշակառուներին ձեռ են առնում, ասում են մենք մենք մի դրամով կաշխատենք, թող այդ մնացածները թոշակառուներին գնա, բայց այդ թոշակառուները մենք չունենք պարտավորություն, պարտականություն մեր թոշակառուների համար, այդ մարդիկ 60-70 տարի այս պետության համար աշխատել են, բա պետությունը այդ կապը, այդ հետադարձ կապը, այդ իրանց պարտականությունը, որը պետության վրա չվերցնի իր վրա ու գործողությունները չիրականացնի, որ թոշակառուն հնարավորություն ունենա իր օրը, իր վերջի տարիները կյանքի արժանապատիվ ապրել։ Այսինքն մենք ունենք այսօր խնդիր թոշակառուների մոտ հացի եւ դեղորայքի միջև ընտրություն։ Չի կարողանում թոշակառուն լիաթոք ապրել եւ վաստակելով իր հացը թոշակից եւ բայց կա $8 միլիարդ պարտք, $8 միլիարդ։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է 65 տարեկանից է, թող գնան աշխատեն։ Դե թոշակառուների տարիքը Հայաստանի Հանրապետությունում որ ժամանակահատվածից որ ընդունված է, այդ ժամանակահատվածից պետքա պետությունը իր վրա վերցնի թոշակները վճարելու այդ այն օրենքը, որը կա սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված է Հայաստանի քաղաքացու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ գումարները վերցնում են, վատնվում են վերցված գումարները, Հայաստանի արտաքին պարտքը $14 միլիարդ անցել է, հասկանում եք, հարգելի քաղաքացիներ, եւ այս խնդիրներից որևէ բան չի լուծվել։ Երեխաները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում պետքա ունենան անվճար բուժօգնության հնարավորություններ, բժշկությունը պետքա լիներ անվճար, առողջապահությունը առհասարակ պետքա լիներ Հայաստանի քաղաքացու համար անվճար, պետքա ուսումը Հայաստանի Հանրապետությունում լիներ անվճար։ Այս ինչի եմ ասում պետքա լիներ, որովհետև դրան համապատասխան գումարա վերցվե տարբեր տեղերից, որը պետքա մենք հետո հետ դնենք, որովհետև դա եւ այս եւ հաջորդ սերունդների վրա պարտքա կուտակված $14 միլիարդ։ Եվ այս ամեն ինչի տրամաբանության մեջ մենք ունենք ոչ միտեղ չզարգացող գործընթաց թոշակառուների հետ կապված, առողջապահության հետ կապված, կրթության հետ կապված, ուսանողությունն այսօր անպաշտպան է։ Օրինակ մի քանի երկրում այսօր, մի քանի եվրոպական երկրներում, արևմտյան երկրներում
այդ թվում նաև Ավստրալիայում սահմանափակումներ են մտցրել երիտասարդների համար սոցցանցերից, սոցկայքերից օգտվելու եւ առհասարակ այն խայտարակությունը, որը տիրում է տարբեր սոցիալական հարթակներում, երեխաներին սահմանափակումներ են մտածել, որպեսզի երեխաները չլսեն այդ աղբը, չընկալի իրանց ուղեղը։ Հայաստանում երիտասարդները պաշտպանված չեն, եւ երիտասարդների պաշտպանությունը պետք է լինի ազգային անվտանգության հարց, պետք է լինի առաջնային հարց։ Ուսանողը պետք է լինի պաշտպանված, չպետք է հայ երիտասարդը համալսարան գնալու ճանապարհին տեսնի ինչ որ թմրամիջոցների շոփ պատին։ Չպետք է հայ երիտասարդը ընտրի ոչ օրինական աշխատելավոճը։ Պետք է պետությունը իրան զբաղմունք տա, պետք է պետությունը զբաղվի երիտասարդների զբաղվածության խնդրով։ Չպետք է լինի թմրամոլ երիտասարդ Հայաստանի Հանրապետությունում։ Երիտասարդությունը պետք է լինի առողջ, իսկ առողջ երիտասարդություն ունենալու համար պետք է երիտասարդությունը լինի պաշտպանված առողջապահության բնագավառում, անվտանգության բնագավառում, պատմական, մշակութային, մեր ազգային ինքնության ոլորտում պետք է չլինի սեպ քաղաքացու երիտասարդի եւ պետության միջև։ Չպետք է պետությունը բացի թողի վիճակում նայի երիտասարդության զարգացմանը եւ թույլ տա, որ երիտասարդությունը զարգանա այն ուղղությամբ, որ ուղղությամբ կզարգանա ինքնուրույն։ Բա պետությունը ինչի համար է, եթե մենք չենք իրականացնում պատշաճ կանխարգելիչ գործողություններ երիտասարդության ապագան, երիտասարդության արժանապատիվ եւ անվտանգ ապագան կերտելու համար։ Հայաստանում երիտասարդությունը ունի մեծագույն խնդիրներ, նորից եմ ասում, վեյփերը, որ վաճառվում են on-line շոփերում, էներգետիկ ըմպելիքները, որոնք թույլատրվում են երիտասարդներին օգտագործել, Հայաստանում չպետք է պետք է արգելել վեյփերը եւ պետք է արգելել էներգետիկ ըմպելիքները առհասարակ երիտասարդներին որևէ կերպ գնելու համար։ Պետք է արգելվի դա, որովհետեւ այն երիտասարդները, որոնք այսօր օգտագործում են այդ վեյփերն ու էներգետիկ ըմպելիքները, վաղը նրանք պոտենցիալ սրտանոթային, շնչառական եւ տասնյակ այլ հիվանդություններ են ունենում եւ մենք այսօր տեսնում ենք սպիտակ գենոցիդ երիտասարդների շրջանակում։ Այսօր ձևավորվում է այն ընթացքը, որը լինելու է կործանարար վաղվա երիտասարդի համար։ Եվ նաեւ զբաղմունքի մասով, հա, պետք է լինեն պատշաճ կահավորված հնարավորություններ, որպեսզի երիտասարդը համալսարաններում, համալսարանից դուրս պետությունը պետք է զբաղվի։ Այո, հանրապետական կուսակցությունը իրականացնում է տասնյակ դասընթացներ, անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, տարբեր լեզուների անվճար դասընթացներ, անցկացվում են տարբեր մաստեր կլասներ, SMM-ի անվճար դասընթացներ, տասնյակ այլ գործողություններ։ Հանրապետական երիտասարդները սովորում են եւ ուսում են ստանում Չինաստանում, Մոսկվայում, եվրոպական տարբեր երկրներում, բայց այո, կուսակցական շրջանակներում մենք կարողանում ենք երիտասարդների համար անվճար կրթություն կամ անվճար մեր միջազգային կառույցները, մեր միջազգային գործընկերների հետ այդ միջազգային կառույցները օգտագործենք երիտասարդներին կրթելու եւ ավելի մրցունակ դարձնելու ճանապարհին, բայց սրանով պետքա պետությունը զբաղվի։ Մենք չունենք այնքան ռեսուրս, որ կարողանանք հազարավոր երիտասարդների համար դա ապահովենք։ Պետությունը այդ 8 միլիարդ դոլարը, որ վերցրել է այս 8 տարվա մեջ, երիտասարդների համար ինչ է արել։ Ինչ է արել ուսանողների համար, ինչ է արել կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչ է արել, որ երիտասարդը վստահ լինի եւ ունենա երաշխիք, որ ինքը ատամնաբուժ է, սովորում է, որ ատամնաբուժ դառնա, ավարտելու է ու ատամնաբուժ դառնա։ Տնտեսագետը դառնալու, ճարտարապետը դառնալու։ Ոչ թե ավարտում են համալսարանը եւ փորձում են ծանոթների միջոցով, բարեկամների միջոցով ինչ որտեղ գործ հայթայթել, որպեսզի կարողանան իրենց գոյությունը ապահովել, որովհետեւ այդ դիպլոմները ոչ մեկի հետաքրքիր չի, որովհետեւ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում բարձր որակի չի։ Եվ այս ամեն ինչը բերում է նրան, որ հայ երիտասարդը Հայաստանի Հանրապետությունից փորձում է
արտագաղթել այլ տեղում իր համար հանգրվան գտնել, որպեսզի եւ դա օբյեկտիվ է, հասկանում եք, օբյեկտիվ է այդ խնդիրները, որ երիտասարդը տեսնում է։ Հայ երիտասարդը չպետք է ուզի արտագաղթի Հայաստանից։ Հայաստանի կառավարությունը պետք է ռեսուրս չխնայի երիտասարդների համար, պետք է հայ երիտասարդը լինի լավ կրթված, լավ հագնված, պետք է լինի լավ դաստիարակված, պետք է լինի ազգային ինքնությունը ճանաչող, պետք է լինի քրիստոնյա, պետք է լինի քրիստոնեական արժեքները կրող, որովհետև մենք այդ պետությունն ենք։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում, որպեսզի ապահովի երիտասարդների անվտանգ եւ արժանապատիվ ապագա ունենալու ընթացքը ապահովելու գործողություններ չի իրականացնում։ Եվ այս ամեն ինչը խնդիրներ են, Սրանք գումարվում են նաեւ օդի աղտոտվածության եւ էկոլոգիական այլ խնդիրներ, որոնց մասին մենք տասնյակ անգամ խոսում ենք, թեև ուզում եմ մատնանշել, կարևորել, որ այս խնդիրը բարձրաձայնվել է հանրամատչելի է դառը առհասարակ եւ հանրային կոնսենսուս կա այս խնդիրը լուծելու մասով, խոսքը օդի աղտոտվածության մասին է, եւ վստահ եմ, որ օդի աղտոտվածության մասով խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել։ Ուղղակի ցանկություն է պետք, ցանկություն, որը օրվա կառավարիչները պարզապես չունեն, որովհետեւ Երևանի քաղաքապետարանը չգիտես թե ինչով է զբաղվում, փոխանակ զբաղվի այն խնդիրներով, որոնք Երևանցուն հետաքրքրում են։ Օրինակ կարողանա ճանապարհ հարթի, որպեսի ձյան կամ սառույցի ժամանակ քաղաքացիները ակետից բեկետ անվտանգ շարժվեն, կարողանա փողոցների վրա այնքան աղ կամ ավազ ցանի, որպեսի քաղաքացիները մեքենաները չջարդեն եւ կարողանա ապահովել ամենակարևորը անվտանգ օդ եւ ջուր եւ առհասարակ էկոլոգիական պայմաններ Երևանցու համար։ Շարքային խնդիրներ են դրանք, էլեմենտար լուծումներ են պահանջում, որոնք մենք տեսնում ենք, որ բացակայում են, որովհետև կա ցանկության բացակայություն է։ Արդեն 8-րդ տարին է, ինչ խոսում ենք, որ պետք է սովետաշենի աղբավայրը վերաձևակերպվի, վերաձևավորվի եւ այդ աղբավայրից պետքա կարողանանք մենք ոչ թե վնաս կրենք, այլ օգուտ պետքա ստանանք, պետքա տալ ինչ-որ մարդու, ով կարողանում է աղբի վերամշակման գործարան սարքել եւ այդ աղբի վերամշակման գործարանը 90%-ով օգտակար կլինի Երևանի համար, որովհետեւ էներգիա կտա եւ նաեւ մենք ունենենք էկոլոգիական խնդիրների որոշակի լուծում, բայց մենք տեսնում ենք, որ որևէ խնդիր չկա այդ ուղղությամբ։ Այս մարդիկ փոխանակ գործողություններ անեն Երևանցու եւ հայաստանցու հայ հասարակության առհասարակ կյանքը բարելավելու համար, իրանք բոլոր ուղղություններով խնդիրներ են ստեղծում։ Աբսուրդ է, երբ որ իշխանության համար առաջնային խնդիրը եկեղեցու եւ եկեղեցականների վրա հարձակումը, քան օրինակ երիտասարդներին օգնելը եւ երիտասարդական խնդիրները լուծելը։ Հենց հիմա Միքայել Սրբազանի գործով դատական նիստ է ընթանում։ 3 Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգեցին։ Վաղը Բագրատ Սրբազանի գործով դատական նիստ է լինելու։ Խնդրեմ ես հայտարարություն հետ կապված դերել։ Նախ ուզում եմ ես օրեր առաջ այս թեմայից խոսել եմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր հարևան Իրանում, որը իսլամական հանրապետություն է, ի աջակցություն եւ ընկերական որպես քայլ Իրանի իսլամական հանրապետությունում ստեղծվել է, կառուցվել է կայարան մետրոյում, որը նվիրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Իսլամական հանրապետությունում քայլեր են ձեռնարկում, որպեսզի կարևորվի քրիստոնյաների շահերը, որպեսզի լինի ընկերական քայլ քրիստոնյաների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում, որտեղ աշխարհում առաջինն է քրիստոնեությունը ընդունվել, իշխանությունները հարձակումներ են գործում, հակասահմանադրական գործողությունների շրջանակներում, խառնվում են եկեղեցու կյանքին, եկեղեցու կառավարմանը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ապամոնտաժելու գործընթաց էին փորձում իրականացնել, նրանց մոտ մենք առաջի օրվանից ես ասել եմ, նրանց մոտ չի ստացվելու, որովհետև որևէ մեկի մոտ ոչ մի կայսրության մոտ անգամ չի ստացվել ապամոնտաժել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա Ջոն Բոլտոնի ծրագիրն է, որը կոչված է Հայաստանին իրենց ասած ճակերտավոր
իրենց Հայաստանին իր կաղապարներից ազատելու ծրագիրն է։ Իսկ իրանց համար Հայաստանի Հանրապետության կաղապարները դա հայոց բանակն է, որը տարածաշրջանում գործուն է եղել եւ հաղթանակներ ա կերտել մինչեւ 2018 թվականը, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, դա ցեղասպանության ընդունման պահանջն է, որը եղել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին, եւ դա մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ այս վերաբերմունքն է, որը արդեն բացահայտում է, որ պետք է Արցախից հրաժարվել, եկեղեցու դեմ պայքարել, բանակից հրաժարվել, բանակը որոշակի ձևով ապամոնտաժել եւ ասել, որ մենք հրաժարվում ենք մեր պատմական կաղապարներից։ Այսօր անոնսվել է սահմանադրության փոփոխությունը եւ նրանց իրենց անկալման մեջ եկեղեցին է խանգարում։ Ես այսօր տեսնում եմ հետեւյալը, որ այս հարցակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա արդեն իսկ ձախողված process են։ Այսինքն հնարավոր չի քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք տեսնում ենք, որ այսօր ձևափոխվել է հարցակումների պլանը եւ ըստ էության իմ գնահատականն է, որ փորձում են հակաթոռ եկեղեցի ստեղծել Հայաստանում եւ իրենց եկեղեցականների միջոցով այդ բաժանարար գիծը տանել, ինչու եմ ասում իրենց եկեղեցականների, որովհետև դա այն ծրագիրն է, որը իրանք իրականացնում են, այսինքն իրանք ուզում են կային հայ առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, հոգևորականներ առհասարակ, հա? Իրանք փորձում են այդտեղ էլ սեպ մտցնել ժողովրդի մեջ եւ եկեղեցին էլ բաժանել սևերի եւ սպիտակների, որ գնաս, ասենք, չգիտեմ, հարսանիք անելու, հիմա զանգես ճշտես, ես մեր սվոյ տերտերա, մերոնցականա, թե մերոնցական չի, դրա համար այսօր կալանավորված են այն եկեղեցականները, որոնք իրենց անկալման մեջ խանգարելու էին իրենց եկեղեցու ապամոնտաժման ծրագիրը իրականացնել եւ կյանքի կոչել ձախողված ծրագիրը։ Ձախողվել է այն ծրագիրը, որը միտված էր ապամոնտաժել եւ քանդել կամ վերաձևակերպել հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն տեսքով, որով որ կար։ Բայց այսօր տեսնում ենք, որ նորից եմ ասում, իրանք փորձում են հակաթոռ եկեղեցի ստեղծել, այսինքն իրանք ստեղծեն իրենց մի քանի եպիսկոպոսից եւ մի քանի հոգևորականներից ձևավորված մի նոր ուղղություն եւ ասեն, որ չէ, էսա եկեղեցին դա ցավոք սրտի հայոց պատմության մեջ հակաթոռ եկեղեցու տրամաբանությունը մենք կարող ենք տեսնել, որ եղել է եւ ես չեմ բացառում, որ նրանք այդ ուղղությամբ են գնում եւ եթե միասնականությունը չվերականգնվի հասարակության մեջ, եթե այդ սևերի ու սպիտակների կործանարար եւ քանդող թեզը սկսի թափ հավաքել նաեւ հոգեվորական կյանքում, մենք կտեսնենք մասնատված Հայաստանի Հանրապետություն վերջում։ Մասնատված, որովհետեւ այսօր եթե ժողովուրդն է բաժանում, վաղը մյուս օր մեզ մարզերով են բաժանել, ասել են, իրանք Երևանցի են, իրանք, չգիտեմ, Սյունեցի են, իրանք Կիրովականցի են, իրանք էլ Սևանցի են։ Մեզ մարզերով բաժանելու են, որ մենք իրար հետ լինենք թուր ու թվանք թշնամանք ունենանք մենք իրար նկատմամբ, ոնց որ երազում են մեր թշնամիները։ Բայց սա անընդունելի գործելավոճ է, մեր համար չպետք է լինեն սևանցիներ, կիրովականցիներ կամ արցախցիներ։ Մենք հայ ժողովուրդ ենք եւ հայ ժողովուրդը պետք է միասնական լինի։ Այդ միասնականության մեջ անկյունաքարային նշանակություն է ունեցել եւ ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ մենք պետք է չտրվենք այդ թեզերին, որ իմ ու քո եկեղեցական կա, իմ ու քո քահանա կա, իմ ու քո, չգիտեմ, ինչ կա։ Մենք բոլորս մի ժողովուրդ ենք, մի բուռ ազգ ենք, որը պետքա կարողանա մի հարկի տակ ապրի։ Մենք պետքա կարողանանք վերաիմաստավորենք այս սևերի ու սպիտակների, իրար ատելու, իրարից զզվելու այս կառավարության նարատիվները, որոնք նետված են հասարակության մեջ եւ օր-օրի նրանք փորձում են ավելի վատթարացնեն իրավիճակը, հա, որ ավելի շատ լինի այդ իրար մեջ իրար ատելության այդ խոսքը։ Ատելությունը պետքա բացառված լինի Հայաստանի Հանրապետությունում։ Ատելությունը պետքա տեղ չունենա հայ հասարակությունում։ Մենք չպետքա ատենք իրար, պետքա կարողանանք վերաիմաստավորենք այս ընթացքը, պետքա դիմությունը լինի դիմություն, ընդդիմությունը լինի ընդդիմություն, իշխանությունը լինի իշխանություն,
լինի հայանպաստ գործողություններ բոլորի շրջանակներում, չտեսնես, որ կան գործողություններ, որոնք առերևույթ հայանպաստ չեն։ Եվ այս բոլորի մեջ մենք կարևորում ենք երիտասարդության դերը։ Երիտասարդությունը շարժիչ ուժն է, որը կերտում է մեր երկրի վաղվա օրը։ Երիտասարդությունը չպետք է տրվի այս բաժանարկածը, չպետք է լինեն երիտասարդները գաղափարապես իրար հակակշիռ, իրար դեմ։ Պետք է լինենք միասնական։ Միասնականությունը կփոխի այս ընթացքը եւ միասնականությունը կվերականգնի մեր երբեմնի հաղթանակները եւ ուժը։ Մնաք բարով, սիրելի ընկերներ։